այս փուլում այն հայ միգրանտները, որոնք գտնվում են Ռուսաստանում, ինչ ունեն անելու, թե իրենց փաստաթղթերը կարգի բերելու առումով, թե երեխաներին պատրաստում են դպրոց տեղավորել։ Առաջինը ոչ մի պարագայում կեղծ ռեգիստրացիա չգնել։ Կեղծ ռեգիստրացիան ուղիղ տանելու է դեպի քրեական դաշտ, եւ եթե չդատեն, ապա միանշանակ արտաքսելու են։ Ես ուղղակի խնդրում եմ կեղծ ռեգիստրացիաներ մի գնեք։ Իրական ռեգիստրացիա արեք ձեր բնակության վայրում, ձեր երեխաներին նույնպես։ Հաջորդը անպայման մինչև Ռուսաստանի Դաշնություն մեկնելը երեխաների հետ պարապեք, տվեք պարապելու ռուսաց լեզու, եթե պատրաստում եք, որ ձեր երեխան պետք է դպրոցում սովորի, որովհետև հարցերի 90%-ին պետք է երեխաները ճիշտ պատասխանեն։ Այլապես չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը հենց 90%-ն է։ Առաջին դասարանցիները պետք է տրված 10 հարցից 9-ին ճիշտ պատասխանեն, 2-ից 5-րդ դասարանցիները 20 հարցից 18-ին առնվազն պետք է ճիշտ պատասխանեն, 6-ից 9-րդ դասարանցիները 22-ից 20 հարցին պետք է ճիշտ պատասխանեն եւ 10-ից 11-րդ դասարանցիները 24-ից 22 հարցին պետք է ճիշտ պատասխանեն։ Այսինքն շատ պատրաստված պետք է գնալ եւ արդեն իսկ նաեւ նշանակվել են այն վայրերն ու այն հանձնաժողովները, որոնք երեխաներից վերցնելու են այդ քննությունները։ Այլապես ձեր երեխաները որևէ պարագայում չեն կարող սովորել Ռուսաստանի Դաշնության դպրոցներում։